Երբ մեզ արգելում են բողոքել, ինչ է կատարվում մեր ներսում։ Բողոքը դա հոգեբանական, պաշտպանական միջոց է։ Մի գործիք է, որով անձը փորձում է պաշտպանել իր սահմանները, արտահայտել իր անհամաձայնությունները, իր զայրույթը, իր բողոքը։ Իսկ մեզ տարիներ շարունակ սովորեցրել են, որ մենք պետք է լինենք համբերատար, հարմարվող, լռող։ Մենք մեծացել ենք այնպիսի ընտանիքում, որ լավ երեխան դա լռող երեխան է, համբերատար երեխան է։ Կան այնպիսի աշխատավայրեր, որտեղ ցանկացած բողոք դա պատժվում է, դու համարվում ես խնդիրներ առաջացնող մեկը, դու խնդրահարույց անձ ես եւ հաճախ մենեջմենտում ավելի քաջալերվում է լռությունը, ոչ թե բացահայտ զրուցելը, հարցեր բարձրացնելը եւ այս ամբողջի ազդեցության ներքո մեր առջև կարծես խնդիր է դրվում, որ մենք պետք է մեր ներսում եղած բողոքը կուլ տանք, լռեցնենք։ Եվ այդ ամբողջի հետևանքով ինչ է տեղի ունենում, երբ որ մենք չենք կարողանում մեր ներսում եղած այդ էներգիան ուղենք դեպի այդ իրավիճակը, կոնկրետ տվյալ խնդիրը, մենք այդ էներգիան ուղղում ենք դեպի մեր անձը։ Արդյունքում ձևավորվում է ներքին կոնֆլիկտ, եւ երբ բողոքը մնում է չարտահայտված, այդ ամբողջը այնպես չէ, որ մեր մեջից անհետանում է, ի վերջո այդ չարտահայտված զգացումները դառնում են հոգեսոմատիկ խնդիրներ, ֆիզիոլոգիական տարբեր դրսևորումներ են ունենում, դրսևորվում են գլխացավերով, գերհոգնածությամբ, մկանային ցավերով, գլխացավերով, հիմք են հանդիսանում դեպրեսիային, հուզական այրմանը, ստրեսի քրոնիկացմանը, բայց միևնույն է, մենք նախընտրում ենք լռել։ Եվ նորից, երբ որ մենք չենք կարողանում այդ խնդիրը ուղղել, այդ էներգիան ուղղել դեպի խնդիրը, դա մեր ներս է ուղղվում եւ բերում է մեր ներսում արդեն հոգեբանական խնդիրներին։ Եթե գնանք ինքնակննադատությանը, ինքնախարազանմանը, մեղադրանքի զգացողությանը անդադ, երբ որ անձը անդադ կարծում է, որ ինքը մեղավոր է, ինքը ինչ-որ բաներ այն չի արել, եւ այլն, եւ այլն։ Բայց չէ, որ եթե ես նշեցի, որ սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որով անձը փորձում է իր սահմանները պաշտպանել, մեր հոգեկանը ինչ-որ լուծում պետք է գտնի այս իրավիճակում ինքն իրեն պաշտպանելու համար։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, այս կուտակված բողոքը, զայրույթը, երբ որ չի արտահայտվում, արդյունքում վերածվում է պասիվ ագրեսիայի։ Մենք կարծես սովորում ենք մեկ այլ ավելի ընդունելի ձևով արտահայտել մեր զայրույթը, կամ արտահայտում ենք դա լռությամբ, նեղացած դեմքով, մոռանալով, արհամարելով, ուշանալով, որով փորձում ենք դիմացինի մեջ առաջացնել զայրույթ, դիմացինին պատժել, սարկազմ, հումոր, ծաղրանք, նմանօրինակ վարքի դրսևորումներ, որով առաջին հայացքից մեզ հետ շփվող մարդը չի հասկանա, որ մենք ագրեսիվ ենք, չի կարող կոնկրետ մեզ բռնացնել ագրեսիայի դրսևորման վրա, որը շատ սոցիալական է, շատ ընդունելի է մեր վարքը, բայց այդ հարաբերության մեջ գիտակից անձը զգում է, որ ինչ-որ բան այն չէ, ինքը հյուծվում է, ինքը իրեն մեղավոր է զգում, ինքը անդադ արդարանալու կարիք է զգում, կամ ուղղակի եթե անձը չլինի գիտակից եւ հաշիվ տա իրեն, թե ինչ է կատարվում այս հարաբերության մեջ, ուղղակի սկսվում է այդ ներքին դիսկոմֆորտը, որ մարդը ուղղակի խուսափում է այդ հարաբերություններից կամ այդ հարաբերությունների մեջ շատ մեծ ռեսուրս է ծախսում, որ զրույցը կայանա, հարաբերությունը կայանա, այսինքն ամեն դեպքում հոգեկանը գտնում է լուծումներ իրեն պաշտպանելու եւ դա անում է ընդունելի տարբերակով, անցնելով պասիվ ագրեսիայի։ Սա դառնում է ընդունելի, բայց ոչ առողջ ձև։ Իրականում սա մեր հոգեկանի համար կառուցողական տարբերակ չէ, որովհետև լռության տակ կամ նմանօրինակ թաքնված, քողարկված վարքի տակ, որը անձի կողմից, ագրեսորի կողմից այս պարագայում կարող է եւ գիտակցված լինել եւ չգիտակցված լինել, այս ամենի տակ կա ցավ, կա վիրավորանք, չհասկացված լինելու այս համոզումը, անարդարության զգացումը, մանկության տարիներից չլուծված որոշակի ներքին խնդիրներ, որի հետևանքով դուք անցել եք այս պասիվ ագրեսիային։ Ուրեմն ինչ պետք է մենք անենք եւ ինքներս մեզ օգնելու համար, եթե մենք ենք անցնում պասիվ ագրեսիայի եւ եթե մեր նկատմամբ է նմանօրինակ վարք կիրառում, ինչ մենք պետք է անենք։ Առաջինը մենք պետք է հասկանանք, որ պետք է այս իրավիճակը ճանաչենք։
Եվ հաճախ որոշ կոլեկտիվներում, որոշ հարաբերություններում հարգանքը շփոթվում է ենթարկվելու հետ։ Եվ երբ որ դուք հայտնում եք որոշակի անհամաձայնություններ, բողոքներ, կիսվում եք ձեր ներքին ինչ-որ անհամաձայնություններով եւ այլն, դա դիտվում է որպես անհնազանդություն, որպես անհարգալից վերաբերմունք, որը իրականում մեզ լրիվ ուրիշ տեղ է տանում։ Մենք պետք է սովորենք արտահայտել մեր բողոքը, իհարկե շատ կարևոր է, որ գտնենք կերպերն ու ձևերը, ձևաչափերը, ինչպես կառուցողական ձևով խոսենք մենք մեր ներսի զայրույթից, մեր անհամաձայնություններից եւ ասեմ, որ մենք շատ երկար թերապևտիկ դաշտում այս ամենը սովորում ենք, ինչպես ճանաչել, ինչպես հակադարձել, ինչպես թույլ չտալ, որ մենք ինքներս մտնենք այդ ոչ կառուցողական վարքի մեջ, ինչպես թույլ չտանք, որ մեզ հետ այդպես վարվեն։ Ուրեմն առաջինը մենք ինքներս փորձենք սովորել թույլ տալ մեզ բողոքել։ Անգամ եթե մենք գնում ենք քրիստոնեության Սուրբ գրքին, մենք տեսնում ենք, որ Սաղմոսներում նույն Դավիթ թագավորը շատ հետաքրքիր իր զայրույթը, իր բողոքը տանում է Աստծո առաջ։ Եվ եթե դուք աստվածապաշտ եք եւ ունեք որոշակի համոզումներ, որ մենք պետք է համբերատար լինենք, մենք պետք է, չգիտեմ, չբողոքենք, փառք տանք Աստծուն ամեն ինչի համար, դուք կարող եք գտնել համապատասխան վայր ձեր բողոքը արտահայտելու համար, կարող եք ձեր բողոքը արտահայտել Աստծո առաջ, ձեր աղոթքների մեջ, բայց արտահայտել։ Կարող եք ձեր բողոքը արտահայտել թղթի վրա, կարող եք ձեր բողոքը արտահայտել ինչ-որ ապահով մեկի ներկայությամբ, որ գիտեք, որ ինքը հասկանում է, ապրումակցում է, չի դատում, չի մեղադրում, կարող եք ձեր բողոքը արտահայտել հոգեբանի առաջ, բայց առաջին բանը, որ այսօրվա նյութից ուզում եմ վերցնենք, հետևյալն է. մենք պետք է սովորենք ամեն դեպքում բողոքը արտահայտել, որովհետև մեզ խաբել են ասելով, որ լռող երեխան դա լավ երեխան է, մենք պետք է լռենք, մենք պետք է բարեկիրթ լինենք, դա բարեկրթության նշան է լռությունը։ Դրանք միֆեր են, որով տարիներ շարունակ մեզ ճնշել են եւ փորձել են ենթարկացնել։ Դուք պետք է սովորեք արտահայտել ձեր բողոքը։ Որտեղ, ինչ պայմաններում, դա էլ արդեն կամ միասին կարող ենք որոշել, կամ դուք ինքներդ գտեք ձեր ելքը։ Երկրորդը, սովորեք տարբերել բողոքը հարձակումից։ Մենք կարող ենք պահպանել մեր կապերը առանց մեզ լռեցնելու։ Մենք պարզապես պետք է սովորենք կառուցողական ձևով արտահայտել մեր զայրույթը, մեր անհամաձայնությունները, հարձակումից տարբերել բողոքելը։ Հաջորդը, մենք պետք է սովորենք ինքներս մեզ հետ կապ հաստատել, որովհետև երկար ժամանակ լռությունից հետո շատ դժվար է նորից կապ հաստատել ինքներս մեզ հետ, որովհետև այդ ընթացքում կարծես մենք մեր ինքնության հետ մեր կապը խզում ենք։ Անձը ժամանակի ընթացքում դադարում է հասկանալ, դադարում է ինքն իրեն լսել, դադարում է ճանաչել իր զգացումները, ճանաչել իր ցանկությունները։ Շատ կարևոր է, որ մենք մեր հետ մեր կապը վերականգնենք, մեր զգացումների նկատմամբ մեր վստահությունը վերականգնենք, փորձենք հասկանալ, իսկ ես ինչ եմ ուզում, իսկ ինչ է պետք ինձ, իսկ ինձ ինչն է դուր գալիս, որովհետև նորից եմ կրկնում, այդ երկար ժամանակ մեր ներսում եղած անհամաձայնությունները բողոքը լռեցնելու արդյունքում կապը խզվում է ինքներս մեզ հետ։ Հարցերը ուղենք մեր անձին եւ փորձենք լսել ինքներս մեզ եւ լսելուց հետո նորից եմ կրկնում այս բառը կառուցողական ճանապարհով սովորենք արտահայտել մեր անհամաձայնությունները։ Եվ երբ մենք սովորենք լսել մեր ներքին ձայնը եւ ինքնարտահայտվել, մենք կլինենք ավելի առողջ անհատներ եւ կկարողանանք գուցե փոխել այն մշակույթը, որը որ ստիպել է մեզ լռել։ Լռության մեջ հաճախ թաքնված է վախ, տխրություն, հուսահատություն, ինքնությունից հեռացում։ Երբ որ մենք սկսենք սովորել լսել ինքներս մեզ եւ սովորենք դրական կառուցողական ձևով արտահայտել մեր բողոքը, մենք կլինենք հոգեբանորեն ավելի առողջ անհատներ եւ կկարողանանք փոխել այն մշակույթը, որը սովորեցրել է մեզ լռել։ Իսկ ովքեր այս հարցում կդժվարանան միայնակ անցնել իրենց ճանապարհը, կապ հաստատեք մեզ հետ։ Զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք միասին կսովորենք այս հմտությունները, ինչպես նորից այդ խզված հարաբերությունները մեր անձի հետ վերականգնենք,
ինչպես սովորենք լսել ինքներս մեզ, ինչպես սովորենք պաշտպանել մեր սահմանները, ինչպես սովորենք կառուցողական, սիրով, առանց հարձակման եւ ագրեսիայի դնել մեր սահմանները, խոսել մեր ցանկությունների մասին, մեր անհամաձայնությունների, վախերի, հուսալքության մասին։ Սպասում եմ ձեր զանգերին, իսկ եթե այս հարցի շուրջ կունենաք հետաքրքիր մեկնաբանություններ, կարող եք թողել ներքևում։ Իսկ մեր Instagram-յան եւ Facebook-յան եւ YouTube-յան էջերում մենք ունենք նմանօրինակ հրաշալի թեմաներ, կարող եք գրանցվել, կիսվել այս նյութերով եւ մենք սպասում ենք ձեզ ձեր կողմից հետադարձ կապի։ Իսկ մեր Սփյուռքում ապրող հայրենակիցներ, եթե ամռանը կայցելեք Հայաստան, բաց մի թողեք հնարավորությունը զբաղվելու ձեր հոգեկան առողջությամբ իրական կյանքում, թե չէ տեսազանգը միշտ կա ու կա։ Ցտեսություն։